Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Ալեն Սիմոնյանը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար, նշելով, որ նման փոխադարձ այցերը կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 81-ի համատեքստում։ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ազգային ժողովի նախագահին ջերմընդունելության համար։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր, ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական ու մշակութային շեշտը դնելով մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում, նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է։ Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Այնուհետև Հայաստանի ազգային ժողովի նախագահը եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային ժողովի եւ Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը։ Նիկոլ Փաշինյանի եւ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը Հայաստանում տևել է նախատեսվածից շատ ավելի երկար, հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ բանակցությունները նախ տեղի են ունեցել առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված ձևաչափով։ Ողջունելով պատվիրակության անդամներին, վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմընդունելության համար, վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ հիմնված փոխադարձ հարգանքի եւ բարեկամության վրա։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ներառյալ միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական եւ մշակութային կապերը։ Հայաստանի ազգային ժողովի մուտքի մոտ հանուն հանրապետության ղեկավար Արման Բաբաջանյանը մի խումբ արևմտամետների հետ բողոքի ակցիա էր կազմակերպել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի դեմ։ Ոստիկանության բարձրաստիճան ծառայողը պահանջել էր ակցիան իրականացնել խաղաղ եղանակով, առանց վիրավորական կոչերի, ինչից հետո ոստիկանի ու Բաբաջանյանի միջև քաշքշոց է սկսվել։ Սրան զուգահեռ ազգային ժողովի դիմաց Ռուսաստանին պաշտպանող ակցիաներ են տեղի ունեցել։ Երկու հակադիր ակցիաների մասնակիցները պարբերաբար վեճի մեջ են մտել։ Խանգարեցին մեր ակցիան, երբ որ տեսեք ինչպես սադրանք հրահրեցին։ Ես կարծում եմ Եվրոպայում որտեղ իրենք դրոշն են պարզել, յուրաքանչյուր ոք ակցիայի իրավունք ունի, բայց տեսեք ես սադրիչները, մայր վաճառողները, մայր դավաճանողները, տեսեք իրենք ինչեր են անում։ Ստացված տվյալների համաձայն Հայաստանի Սյունիքի մարզի տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը եւ Անդրեյ Արմենի Գյագունցը 25 թվականի հունիսի 6-ին ժամը 1:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Արավոս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձը ապահովելու ուղղությամբ։ Արավոսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանը այսօր ԵՄ-ին հայտնել է, որ երիտասարդները մոլորվել են գիշերը մեկի կողմը, հավանաբար գնացել են ձիերի հետևից։ Հովսեփյանի խոսքով այդ շրջանի որոշ արոտավայրեր գտնվում են ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, ինչը նման միջադեպերի ռիսկը զգալիորեն բարձրացնում է։ Սյունիքի մարզի Արավոս գյուղի ղեկավար Արթուր Ջհանգիրյանը դժվարացել է ասել, թե ինչու էին գիշերը երիտասարդները գնացել այնտեղ։ Սահմանը մոտիկ է, գնացել են գիշերը, երիտասարդները նույն ընտանիքի անդամ չեն։ Հրապարակին Արավոսից տեղեկացրել են, որ երկու անչափահասների տեղը պարզելու համար դրոն են օդ բարձրացրել։ Դրոնից ստացված տեսագրությունում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները երկու հայ երեխաներին նստեցնում Վիլիսն ու տեղափոխում այլ ուղղությամբ։
Ադրբեջանական զինված ծառայողները Հայաստանի Սյունիքի մարզի տեղ համայնքից 2 անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտողությամբ գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Ըստ նրա պարզ է, որ 2 անչափահասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող իրենց քթի տակ 20-ից 22 թվականներին հանցավոր արարքների արդյունքում անօրինական տեղավորված ադրբեջանական զինված ուժերի համար, որոնք մեր բնակիչների կյանքն անհնարինության են վերածել։ Սա է բարեկամ ու խաղաղասեր Ադրբեջանը, ում հետ հարևանություն, առևտուր ու համատեղ ապրելու կեղծ կոչեր են անում սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով տառապող Հայաստանի Հանրապետության անհեռատես իշխանությունները։ Թաթոյանը ընդգծել է, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինված ծառայողներին Հայաստանի համայնքներից ու ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը, որպեսզի սահմանի բնակիչները կարողանան շնչել մի քանի տարի առաջ հային գնդակահարող, գլխատող, դիակներն անարգող ու անպատիժ մնացած ադրբեջանական զինվորականների ներկայությունից։ Սյունիքում մարդկանց հետ զրույցների հիմքում անվտանգության հետ կապված խնդիրների բարձրաձայնումներն են հայտարարել Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ճիշտ է, լայն կոնտեքստով եւ երկար քննարկումները առաջ են բերում բազմաթիվ այլ խնդիրներ, ենթակառուցվածքներից մինչեւ գյուղատնտեսություն, սակայն ակնհայտորեն անվտանգության հետ կապված հարցերն առաջնային են եւ հրատապ։ Ինչ էլ ուզում է ասել իշխանությունը, կեղծիքից մինչև խոստումներ, մարդիկ անվտանգության մակարդակի չափման սեփական ցուցիչներն ունեն, ինչ արտահայտվում է իրենց կյանքում եւ տեսանելի է, իսկ մարդիկ տեսնում են, որ Ադրբեջանը շարունակում է կրակել, սպառնալ եւ տարածքային հավակնություններ ներկայացնել, իսկ իշխանությունը շարունակում է իր իսկ երկրի նկատմամբ արտահայտվող սպառնալիքներին հակադրել անտարբերություն, լռություն եւ անկարողություն։ Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ նորմ, որի համաձայն Հայաստանն ընդունում է հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում եւ ինքնուրույն կառավարումը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Հարցին ինչ վերաբերում է այն բառամթերքին, որով խոսում է երկրի ղեկավարը եկեղեցականների մասին, արդյոք դա էթիկական նորմերի խախտում չէ, արդարադատության նախարարը նշել է։ Եվ գուցե որոշների համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է, այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է, գուցե օրինակ ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվել, բայց ամեն մարդ ինքն է ընտրում եւ եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ այստեղ խնդիր չկա եւ եւս մեկ կարեւոր հանգամանք կուզենայի շեշտադրել, մենք անընդհատ քննարկում ենք կամ վերջին օրին անընդհատ նույն բանն է քննարկվում եւ կարծես թե մեղադրվում է կողմը, որը բարձրաձայնում է խնդրի մասին եւ ընդհանրապես չի խոսվում կամ խոսվում է, ես գուցե այդքան չեմ նկատել, իրական գոյություն ունեցող խնդրի մասին։ Այսինքն մենք խոսում ենք, որ խնդրի մասին խոսելը ամոթ է, բայց խնդրի արձանագրումը ամոթ չէ։ Խնդիրը այն է, ինչի մասին, որ մենք բոլորս տեղյակ ենք։ Եթե դուք չեք տեսնում, խնդիրն այն է, որ ինձ թվում է յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի խնդիր տեսնում է, թե չի տեսնում։ Եթե անձը իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ հետևում է կանոնական իրավունքին, ապա ինքը պետք է իր համար եզրահանգում անի, թե այս իրավիճակում խնդիր կա, թե չկա։ Իմ դիտարկմամբ մենք այսօր ունենք խնդիր, մենք ունենք եկեղեցի, որը արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ, ըստ էության։ Եկեք դա էլ արձանագրենք եւ եթե եկեղեցականները պարտավոր են հետևել որոշակի կանոնների, որոնց պարտավոր են հետևել նաեւ պաշտոնյաները, օրինակ աշխարհիկ մարդկանց դեպքում, եթե նրանք պաշտոնյա են, պարտավոր են տարեկան հայտարարագիր ներկայացնել, օրինակ չլինել կոռումպացված, լինել թափանցիկ եւ հաշվետվողական, եւ հասարակությունը կարող է հետևել դրանց։ Եկեղեցականների պարագայում էլ կարող ենք արձանագրել, որ այլ կանոններ են գործում, եւ քրիստոնյա համայնքը ինքն է որոշողը, հետևի այդ կանոնների պահպանմանը, թե չհետևի։
Ժամանակին Երևանում գործում էր Իրևանի Ղազիաթը, որն ընդգրկում էր ամբողջ Հայաստանը եւ ենթարկվում Կովկասի մամեդականների վարչությանը։ Ավելի ուշ ադրբեջանական ժողովուրդը տեղահանվեց, մեր հայրենակիցները չէին կարող այնտեղ ապրել եւ այդ պատճառով էլ մեր Ղազիաթը նույնպես ստիպված եղավ դադարեցնել գործունեությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին ասել է Կովկասի մամեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլիսլամ Ալաշուքյուր Փաշազադեն։ Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց նախնիների հողերը։ Այս հողերում կան բազմաթիվ մզկիթներ, սրբավայրեր եւ գերեզմանատներ։ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ խորհրդակցելուց հետո մենք վերականգնեցինք մեր Երևանի Ղազիաթը բարոյական աջակցության համար։ Եթե Երևանի Ղազիաթն այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա ես հավատում եմ, որ այն կվերսկսվի Երևանում եւ Էջմիածնում։ Չեմ ցանկանում հանդիպել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգինի հետ։ Հանդիպելը նպատակահարմար չեմ համարում։ Գարեգինը բացի իր կրոնական դերից քաղաքական դեր է ստանձնել։ Նման հոգևորականին հարիստ չէ այդչափ քաղաքականությամբ զբաղվելը, հետևաբար նրա հետ հանդիպելու մտադրություն դեռևս չունեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ հիասթափված է Իլոն Մասկի քննադատությունից իր ներկայացրած բյուջետային օրինագծի վերաբերյալ, հավելել, որ չգիտի արդյոք լավ հարաբերությունները կպահպանի միլիարդատեր իր նախկին խորհրդականի հետ։ Այս հայտարարությունից րոպեներ անց Մասկը հակադարձել է X-ի սոցիալական ցանցում, ասելով, որ պնդումները, թե ինքը նախապես ծանոթացել է օրինագծին, սուտ են։ Դոնալդ Թրամփը պետք է իմփիչմենթի ենթարկվի եւ փոխարինվի փոխնախագահ Ջեյ Դի Վենսով X-ի այս հրապարակման հետ համաձայն է նաեւ միլիարդատեր գործարար Իլոն Մասկը։ Մասկի եւ Թրամփի միջև հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ միլիարդատերը դժգոհ էր ՆԱՍԱ-ի կադրային որոշումներից եւ նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իրողության եւ նա հայտնվում է Էփշտեյնի փաստաթղթերում։